Գրանցվել էր 0-0 հաշվով ոչ ոքի, դա հերթական տուրի մրցաշարից, այնպես որ Շիրակը ամեն կերպ պետք է խուսափի վերջին տեղը գրավելուց։ Դրա համար հարկավոր է պայքարում է հաղթանակի համար։ Ճիշտ է, շատ հետաքրքիր հանդիպում անցկացրեցին 4 օր առաջ, չնայած նրան, որ գրանցվեց 0-0 հաշվով ոչ երկու թիմերն էլ մինչև վերջին վայրկյանը ձգտում էին հաղթանակի եւ մոտ էին այդ հաղթանակին։ Եվ 66 համարով Վազգեն Սարգսյանն է խաղում, խաղի մեկնարկը տրված է, սկսեց Շիրակը, որի գլխավոր մարզիչը ամեն ինչ հաջող լինի, իսկ Շիրակը արդեն գրոհային փուլում է, Մանուկյան, հիասքանչ փոխանցում է Ռաֆիկ Միսակյանին, հարված դեպի հեռավոր անկյունը եւ պաշտպանները Միսակյան, տեսեք ինչ ակտիվ է անցկացնում այս րոպեները Շիրակը եւ հարվածը շատ հեռվից։ Հիմա գրոհի է անցել բկման, Պետրոսյանի հարվածը բարձր է ստացվում։ Արշակափոխվեց կենտրոն, եւս մեկ անգամ անցավ մրցակցին եւ որոշում է հարված կատարել շատ հեռվից։ Հարվածները արդեն ցույց է տալիս, թե ինչպիսի փոխանցում է կատարելու։ Նրա թիմակիցները գիտեն այդ ժեստի իմաստը, ցածրից փոխանցում էր, դա նշանակում վտանգավոր կարող է լինել, բայց ուշად բարձրից է գալիս գնդակը, հեռացված է Մնացականյանի կողմից, եւս մեկ հարվածի փորձ, Ասկարյանն էլ է հարվածելու եւ նորից փակված է հարվածը, այս անգամ Բարձրից փոխանցում Տուգանային հրապարակ, անկյունային կլինի, այո, եւ փոխանցումը կատարի։ Ահա հետևում է փոխանցումը վտանգավոր էր անդրադարձ եւ վերցնում է Բկման է գրոհում։ Մանուկյանն է հարվածում հեռվից, շեղ է ստացվում։ Հաշվում ենք նաեւ գավաթային խաղերը, վտանգավոր կարող է լինել Հարություն Մանուկյան։ Ընկնում է Տուգանային հրապարակում եւ մրցավարը ցույց է տալիս 11 մետրանոց նշակետը։ Մանուկյան հարված եւ գրավում է դարպասը Բկմայի ֆուտբոլիստը 1-0 առաջ է անցնում բանակային։ Եվ ահա հարվածը, որը բարձր է ստացվում։ Սայթակեց Վիդիչը, փոխանցումը հետ մրցակցին է ստացվում, վտանգավոր է Պետրոսյան եւ փրկում է Լյովա Կարապետյանը։ Կատարել էր Բկմայի ֆուտբոլիստին։ Բարձրից փոխանցում Մովսիսյանի կողմից, Կիրակոսյանը հասավ, բայց ստացվի Փահլևանյան, փոխանցում կենտրոն, վտանգավոր է Կոդիա եւ փրկում է դարպասապահը, ապշեցուցիչ, սեյվ է եւ միայն հիմա հրավիրում են մրցավարին կրկնապատկեր դիտելու։ Դիտեց արդեն շատ արագ կողմնորոշվեց եւ 11 մետրանոց Նորինյանի փոխանցումից հետո ձեռքով է խաղացել Արգիշտի Պետրոսյանը։ Եթե Կոդյան գոլի մոտ եւ այսպես Ռաֆիկ Միսակյան կենտրոնով է հարվածում եւ հավասարեցնում հաշիվը միջև ընդմիջում կենտրոնով հարվածեց ապա կողմնորոշեց դարպասապահին եւ հաշիվը դարձրեց 1-1 Կորուստ խորքից փոխանցում առաջ արագանում է Մանուկյանը դարպասապահը հապաղեց Մանուկյան եւ շեղ է ստացվում ինչ նահանջեց եւ հետ փոխանցումը կատարեց Կարապետյան սխալվում է նաեւ դարպասապահը վտանգավոր է Մանուկյան փոխանցում էր սա եւ ես Հարություն Մանուկյանից այսպիսի փոխանցում խելահեղ առաջին կես ստացվեց հատկապես դրա վերջնամասը երկուսի նաեւ Համլետ Սարգսյանը իսկ ովքեր են հեռացել կհասկանանք ընթացքում երկրորդ խաղի կեսը մեկնարկեց նա է իր թիմի միակ գոլի հեղինակը հարված մոտակա անկյունը վտանգ փոխանցում կենտրոն Գրենիկ Պետրոսյան Դավիթ Հարությունյան հարված եւ վտանգավոր է եւ հետ փոխանցում չէ սա կարելի է ձեռքով վերցնել այո Սարգսյան հարվածում է Ռուդիկ Մկրտչյանը Հարությունյան փոխանցում Նարեկ Հովանիսյան հարվածը բարձր էր Կոդիա Նորից Միսակյան հարված անդրադարձ անկյունային կան խոտածածկին Մրյան ձախ է ուղարկում Կոդիա դեպի հեռավոր անկյունն է փորձում գրավել բայց հաջող չէր հետո հասցրեց հեռանալ հիմա գրոհին ենք հետևում Բկմայի Հարությունյան փրկում է Սա Շիրակի շանսն է Ջեսի Ակիլա ոչ թույլ չի տալու Շիրակի որովհետև ակումբը շատ լեգիոներներ իրեն թույլ տալու հնարավորություն չունի մի քանիսն են ընդամենը Նարեկ Հովանիսյան դարպասապահը փրկում է եւ Հարությունյանի հարվածից հետո որոշեց աչով փոխանցում կատարել Ծառուկյանը ահա փոխանցումը հեռացված է գնդակը Կոդիա
Հարվածում է Կոդյան եւ փրկում է Դավթյանը։ Փոխանցում է անկյունայինից։ Վտանգավոր է Մնացականյան։ Նրա փոխանցումը կենտրոն, հեռացնում է պաշտպանը Ծառուկյան։ Հարված, վտանգավոր էր Կոդյան։ Չէր, այն խաղարկում բանակայինները Այվազյան, Ալեքյան, կրկին Միշել Այվազյան, փոխանցում կենտրոն եւ ինչ դիրքից է վրիպում։ Տարվա վրիպում։ Գալիս է գնդակտուկանային հրապարակ, հարված էր սա։ Եվ վերջ, խաղն ավարտված է, մրցավարը ազդարարում է Շիրակ Բկման խաղի ավարտը 1-1 մարտական ոչ ոքի Գյումրիում, բազմաթիվ գոլային պահերով խաղ։